Նախագահի հանձնարարականով կառուցվող այն թափի մանկապարտեզում շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Սեպտեմբերից այստեղ կբացվի շուրջ 25 աշխատատեղ։ Մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։ Այն թափում մանկապարտեզ չի եղել։ Այսօր էլ երեխաները հաճախում են հարևան Խարբերդ եւ Նորագավիթ։ Նորագավիթ հաճախելու համար երեխաներին այստեղից տեղափոխել են ավտոբուսներով։ Գումարը ավտոբուսի տրամադրել է համայնքի ղեկավարը, իսկ մնացած ծախսերը արել են երեխաների ծնողները։ Վարչապետը ծանոթանում է աշխատանքների ընթացքին։ 129 միլիոն դրամով կատարվել է ներքին հարդարում եւ ամբողջությամբ վերանորոգվել է երկրորդ մասնաշենքը։ Բացմանը մանկապարտեզը պատրաստ կլինի 1 ամսից։ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Նոր Խարբերդն է։ Այստեղ եւս բարձր տրամադրություն է։ Համայնքի շուրջ 6000 բնակչության համար սպասված օր է։ 100 քառակուսի մետրի վրա 5 աշխատանքային սենյակներում ընտանեկան բժիշկների ու բուժքույրերի համար ստեղծվել են աշխատանքային ավելի հարմար պայմաններ։ Ամբուլատորիան հիմնադրվել է 1929 թվականին եւ մենք առանցին մասնաշենք չենք ունեցել մինչեւ հիմա։ Բուժարանը եղել է կպած, ասենք առանձին շենքի տակը պայմաններ չի եղել, իսկ հիմա որ մտնում ես հիանում ես։ Արարատ Group ՍՊ-ն կգործարկվի նոր տարում։ Ընկերությունը արտադրելու է հանքային ջրեր եւ ոչ ալկոհոլային խմիչքներ։ Ներդրումները ընդհանուր առմամբ կազմել են 27 միլիոն դոլար։ Արտադրական հզորությունը ժամում 30,000 շիշ է։ Ընկերությունում կստեղծվի մոտ 250 աշխատատեղ, 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Բոլոր սարքավորումներն ու գերմանական հոսքագծերը ներկրվել են կառավարության աջակցությամբ։ Այն գումարները, որոնք նախատեսված էր վճարել որպես տուրք, մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, այդ գումարի վճարման փոխարեն նոր սարքավորումներ են ձեռք բերվել եւ արտադրությունն ընդլայնվել։ Գործադրի ղեկավարը ծանոթանում է տնտեսական զարգացման համար կարևոր մեկ այլ ծրագրի ընթացքի եւս Արարատի մարզով է անցնում հյուսիս-հարավ մայրուղու երկրորդ հատվածը։ Մոտ 11 կիլոմետր ձգվող հատվածում աշխատանքը ընթանում է բնականոն հունով, առանց ընդհատումների։ Վարչապետը հետաքրքրվեց ընդհանուր աշխատանքների ընթացքից, հետաքրքրվեց աշխատանքների որակական, ժամանակական, գրական ցուցանիշներից, նաեւ անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ բարձրացվեց։ Քարակոտի ճանապարհի շինարարության համար այս տարածքում բետոնի արտադրություն է իրականացվում։ Միջազգային չափորոշիչներին համապատասխան ճանապարհը շահագործման կհանձնվի 2017-ին։ Սպարտակ Գրիշյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։